Եվ առաջի ձեր հարկ և եղբարք զամենայն մեղս զորս գործյալ եմ, քանզի մեղա խորհրդով բանին և գործով և ամենայն մեղով զորս գործեն մարդիկ, մեղա աղաչեմս ձեզ խնդրեցեք վաստ իմ հաստուծոս թողով։ Եկյալ փսիխոստովանություն ապաշխարության, հավատովս հույս միացնի որդուին աստուծո դիցուքի սիրտս մեր, խնդրելով ի նմանես խաղություն և ըստողություն հանցանած մերոց,
Վասն ինքն է նախախնամողն Աստված հավիտենական, որ եկընկամա փորի փրկել զարարածս, եւ ասած ինքն լինել քավիշ մեղավորած, հույս ապաշխարողած, շնորհերովս հանգիստ աշխատելոց, ընդունելովս ծառնաբերնյակս եւ ստարժանյակս մեղող ապաշխարություն քավության։ Արդ եկայք ամենեքյան խոնարհալ անձամբ, վեկյալ սրտի ու կանգցուկ եւ լացուկ առաջիկյալն արաշին մերով, սյանցուսե մեր սասումն պատուասի հանցանած մերոց բարերարության բնիրով, ամենակալ Տեր Աստված մեր կեցե ողորմյան։ Ազատեցե եւս ձեզ մարդասերն Աստված եւ թող ձեզ ամենայն հանցանս ձեր։ Տացե ժամանակ ապաշխարելով եւ գործելով բարիս, ուղեսցե եւ զարաչակակյանս ձեր շնորհով սուրբ հոգին, հզորն եւ ողորմածն եւ նման փառք հավիտյանս ամեն։ Իշեշիր եւս մեզ առաջիան մահագարին Աստուծո։ Իշյալ իչիկ առաջիան մահ որդքույն Աստուծո։ Ահակեցեք արտեր ամենաևի, տարայեցեք յարդարախությամբ, դեք առաջ նորացունությամբ կամերություն ներազնոց մեր, հարացել և ոչներ կեակ դեզնող և ասնալի նորա, դեք ընդերոց նորա, հոտովանության և որդությամբ և հարկս նորա, հոտովա երևության և որդեցեք նանուր նորա, կապսել էր հավիտյան և ողորմություն նորա, հատկեմ իշով հատկեր շմարություն նորա, հատոր և որդերով կուսրտոր, և միշ և հավիտյան սավիտենից ամեն։ Սիսոբա պրկեցես մեր դիմեղացել կեցուս սեշորի ողորմության յուրով, ամենակալ դրացված մեր կեցո և ողորմյա։ Կեցո Տեր և ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, իմեջ տաճարիս և առաջի Աստված ընկալ և պայծառացյալ սուրբ նշանացս և սուրբ տեղույս, ունարյալ և զույր երկրիտ բաժանելը սուրբ և հրաշանի և սաղթորս, հարությունն կորդնեմ և տարավորեմ, և թեզն և նեիզոս մատուցանեմ, զորդություն եվս պարս, ընթոր և ընթորքույցը կո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, մտից առաջի սեղանու Աստուծո առաստված, որ ուրախ առնես մանկություն։ Տատար ինձ Աստված և իրավար ինձի դատաստանի։ Ազգ է, որ ոչ է սուրբի մարդով, մեղավոր է, նենգավոր է, կրյաց։ Աստվածը տորիչի մեզ ունդեր որաստացիս, ունդեր տրտում գնակ եսին է դշնավորում։ Հարակյա Տերս դույս քո եվս ճշմարտություն քո, զիարաշտորտես ծնից և հանցես իսիրյանը սուրբ և իհանից։ Մտից առաջի սեղան Աստուծո առաստված, որ ուրախ առնես մանկություն։ Ոստովան եղեց քեզ օրհնությամբ Աստված։ Որ դնդեր տրտում ես աստին կամը դեզնովեզես, թոսար Աստված, ոստովանյանը բապրկին չերեցացի մոտ Աստված է։ Արքոր և որդվո և որդվույսը քո։ Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, և ևս խաղաղությանս Տեր աղաչեսով, օրնեսով ամենակալ Աստված, ըստ հարկյանը Տեր Հիսուսի Քրիստոսի, որ արժանի արածնես կալիքների ոչս պարավանության և երկծեր կսոքևոր, ամենակալ Տեր Աստված մեր, Եսուս է և ողորմեսի։ Իհարկիկ սրբության, և իտեղ ոչս կարավանության, հրեշտակած բնակարանից և մարդկան կաղարանից, առաջի Աստված ընկալ և պայծառացյալ նշանացս և սուրբ սեղանուս, ունարյալ և դուր երկի պարդանեն, ըսգորկ և հրաշան և հաղթող, ըս հարությունն կորդեմ և պարավորեմ, և թեզն և նայցով սրպատուսանեմ, Որդություն եվս պարս ընթոր և ընթորքույցը քո, այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից ամեն։
Ալելույա, ալելույա, քեզ վայելություն Աստվածից եւ քեզ ստացին աղոտ Երուսաղեմ։ Ընթերցված ես Եսայի մարգարեությունից է։ Այն ժամանակ Եզեկիան մահացու հիվանդացավ։ Ամոզի որդի Եսային եկավ նրա մոտ ու ասաց. Այսպես է ասում Տերը. պատվեր տու տանդ համար, որովհետև մեռնելու ես, չես ապրելու։ Եզեկիան երեսը շրջեց դեպի պատը, աղոտ քարեց ու ասաց. Ով Տեր, հիշիր ինձ։ Տեր, քանզի քո առաջ արդարությամբ եւ ճշմարիտ սրտով ընթացա, եւ քո առջեւ հաճելի գործեր կատարեցի, ապա դառնապես լաց եղավ Եզեկիան։ Տերը խոսքն ուղղելով Եսայուն ասաց. Գնա եւ ասա Եզեկիային, թե այսպես է ասում Տերը, քո հայր Դավթի Աստվածը։ Լսեցի քո աղոթքի ձայնը եւ տեսա քո արցունքները։ Ահա ավասիկ քո կյանքի ժամանակի վրա ավելացնում եմ 15 տարի։ Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ, ու այդ քաղաքը պիտի պահապան լինեմ այդ քաղաքին։ Եվ Տիրոջ կողմից թող սա նշան լինի քեզ, որ Աստված կատարելու է այն խոսքը, որ ասաց. Ահա ավասիկ ես հետ եմ դարձնելու քո աստիճաններին գացնվելը, քո տան 10 աստիճաններով ներքև իջած շողքը եւ 10 աստիճանով հետ եմ շրջելու։ Եվ շողքը բարձրացավ 10 աստիճան, հասավ այնտեղ, ուր ստվերների չէր։ Ընթերցվածս Պողոս առաքյալի նամակն է ուղղված եբրայեցիներին։ Աստված բազում ձևերով եւ բազում օրինակներով հնում խոսեց մեր հայրերի հետ, մարգարեների միջոցով։ Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի եւ որի միջոցով ստեղծեց եզերքը։ Նա որ ճարակում է նրա փառքի եւ արտահայտում նրա էությունը, որ իր խոսքի զորությամբ պահում է եզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծո մեծության աջ կողմում բարձունքներում։ Նա այնքան երազանց ելավ հրեշտակներից, որ նրանից շատ ավելի տարբեր անուն ժառանգեց։ Արդար է հրեշտակներից, որին երբևէ ասաց. Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ, եւ դարձյալ
ես նրան հայր կլինեմ, իսկ նա ինձ որդի կլինի։ Եվ դարձյալ երբ Անդրանիկին աշխարհը մտցնում ասում է. թող երկրպագեն նրան Աստծու բոլոր հրեշտակները։ Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց եւ իր ծառաներին հրեղեն է։ Իսկ որդու մասին ասում է. քո աթոռը Աստված հավիտենական է, քո արքայության գավազանը շիտակության գավազան։ Դու սիրեցիր արդարությունը եւ ատեցիր անօրենությունը։ Դրա համար Աստված, քո Աստվածը քեզ օգնեց ուրախության յուղով, ավելի քան քո ընկերներին։ Նաեւ դու դեր սկզբից երկիր հիմնեցիր եւ քո ձեռքի գործն է երկինքը։ Նրանք կորստյան պիտի մատնվեն, բայց դու կաս եւ մնում ես։ Բոլորը պիտի մաշվեն որպես զորձեր, իսկ դու դրանք հագուստի պես պիտի շրջես եւ փաթաթես։ Եվ դրանք պիտի ոլորվեն, բայց դու միշտ նույնն ես եւ քո տարիները չեն պակասելու։ Հրեշտակներից որին երբևէ ասաց. նստիր իմ աջ կողմում մինչև քո թշնամիներին, քո ոտքերին պահպանդան դարձնեմ։ Չէ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են, որոնք ուղարկվում են իր սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։ Ալելույա, ալելույա, քեզ վայելություն Աստվածի Սիոն, եւ քեզ ակնաղոթելու սահեր։ Ալելույա, որդեր, խաղաղություն Բայց վայ այն մի կեհույթ ձեռն գայցե, լավ էր նման, հևեր երկանակար տախեր ըսպարանոցել որա, և անկալերի ծով, քան թե գայթակ մեծուցանից է ըսմի, ով իպոպեր կանցս այստան է, զգույշ կացեք անցանց, եթե մեղից է եղբայրքով, Սաստյա նմա և եթե ապաշխարից է, հող նմա, և եթե յոթն անգամ մեղից է քեզ, և յոթն անգամ դարձի քեզ և ասից է, ապաշխարեմ, հողտես նմա, և ասեն առակյալ կնցըտեր, հավեր մեծ հավատս, և ասետեր, Եթե ունիցիք հավատս կանս հատման անխով, և ասիցեք թթևույս հայսմիկ, խլյաց և անկյացի ծովում, և հնազանդես դիզես։ Իսկ ով ոգի ձենչ, որ ունիցի ծարահողագործ կամովի, որի դրեր մտանից է հագարագեր, ասիցեց հնավաղվաղակի, թե անց բազմյաց, Այդ ոչ ասիցեցնա, թե պատրաստյա զինչ ընտրելոցից էր, և գոտի անցյալ պաշտյազից, մինչև կերայից և արփից, և ապակերից ես և արքցես դու, միթե շնոր ինչ ունիցի ծարային այնմի, զի արհար զամենայն հրամանսը, նույնպես և դուք հոր ժամ արնիցեք զամենայն հրամայալ սնձես, ասաց չի, հեծարայք ամպիտանել, զոր պարտյակն արնել, Իմ
ոգի, կամ մեր երկրն ոչ ջան, ոչ էր սուրբ ոգին, կամ թե ոչ է ցեղեն, կամ քալմե ու թենե ասելի էր զորքին աստուծո եւ կամ սուրբ ոգին, եւ թե փոխելիք են կամ այլայլելիք, զանգիցիսը նզով է կաթողիկ եւ արաքելական սուրբ եկեղեցի։ Իսկ մեկ հարավոր է սուրբ որ առաջ Դավիթյանս եւ քիչ պատանելով սրբոյերոջությանը եւ հյուրասպատությանը, որ եւ ոտքոյ ոգուի սրբով, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն, Եվ ևս խաղությանս Տեաշեսում, Եվ ևս հավատով աչեցուք եւ խնդրեցուք իդյարն Աստուծո եւ իբր չեր մեր Իիսուսե Քրիստոսե, իժամուս պաշտաման եւ աղոթից, զիարժանի ընդունելության արասե, լրիցեք դերձայնի աղաչանացներոց, ընկացից խնդրվածը սրտից մերոց, պրողցես ացանս մերոր, մեսի ամեն, աղոտ մեր և խնդրված կամենայք ժամը ծեր առաջի մեծի բերության նորա, և նա տասը մեզ միաբանյով հավատով և արկարության վասակելի գործը պարյաց, զիզորության ըշնորեսի արասի վեր ամեն, Տեր ամենակալ Եսուս է որ մեսի։ Yeah.
Ամբարձին դրում կավիտենից և մտցե թակավոր պարած։ Ով է սա թակավոր պարած տեղը զորզորության յուրոտ է կարողի պատերազմի։ Ամբարձեք իշխանքս դրունս ձերի վեր, ամբարձին դրում կավիտենից և մտցե թակավոր պարած։ Ով է սա թակավոր պարած տեղը զորզորության յուրոտ է կարող և հաղթող պատերազմի։ Սա ինքն է թակավոր պարած։ Օրդյալ, եկյալ, անվանցյալ, օրդյալ գործալով է, օրդություն դիդարդում է։
Աղաղություն և իտողություն մեղա։ Եվ
շատակի սուրբ պատարակ սավաչեմ։ Հրաշալի և աստվածազար հարությանը Քրիստոսի ասոներով հետից վագարեմ։ Առաջոքած են մեղած և առաջի լուսավորչած, Սրբոս Ադեոս և Բարդոնիոսի առակելոց, և Գրիգորի լուսավորչին, Արիստակեսի վրդանեսի, Հուսկանեմ Գրիգորիոսի, Ներսեսի Սահակա, Դանիելի և Խադա, Մեծրոպավանքապետին, և Գրիգորին արեկացվույն, և Ներսեսի կլայեցվույն, Ովանու որոտնեցվույն, և Գրիգորի և Մովսեսի տատևացյաց, և Սրբոս Գրիգորիսյանց և Ներսիսյանց, Ովացյո ապետած Հայաստանյայց, և իցիկ շատնակի սուրբ պատարակ սավաչեմ։ Միանձնացելով Սրբոս, առաքինացել և աստվածուսույց կրոնավորած, Պողոսի Անդոնի, Պողա Մակարա, Օնոմպրիոսի Աբա Մարկոսի, Սրափիոնի Նևոսի Աքսենի և Ագրի Պարսամա, Ովանիսյանց և Սիմոնյանց, Սրբոս Ոսկյանց և Սուքյացյանց, և ամենայն Սրբոս հարց և աշակերտենոց ոցին ընդիեզեց, և իցիկ շատակի սուրբ պատարակ սավաչեմ։ Հաղաքավորած հավատացելով, Սրբոս Ակարու Կոստանդիանոսի տտատա և Թեոդոսին, և ամենայն սուրբ և բարեպաշտակավորած և աստվածասեր իշխանած, և իցիկ շատակի սուրբ պատարակ սավաչեմ։ Ամենայն հավատացելով, սարանց և կանանց, ծերոց և տղայոց, և ամենայն շապուասրկի հավատով և սրբությամբ և Քրիստոս հնջեցելոց, և իցիկ շատակի սուրբ պատարակ սավաչեմ։ Եվս առավել, Զեպիսկոպոսապետը մեր, Եվս պատվական հայրապետն ամենայն հայոց, ըստ Գարեգին երկրորդ սրբազնագույն Կարողիկոս, և Մասյացորդի թեմի ըստ բարեխնամ առաջնով, ըստ Գևորգ սրբազան եպիսկոպոս, շնորհեցես մեզ, ընկերկայն ամուս, ուղևված ապելության։ Նաև, ըստ Հանրապետություն Հայաստան և Արցախ աշխարհած, և ըստ ժողովուրդ Հայոց, զորացուց ձեզ և պահպանես ձեզ համայրամս, ընդհովանյավ ամենազոր աչոքով, իշինության և խաղաղության և Եվ բարաբարություն մատուցանեմ քեզ Տեր Աստված մեր, վասնսուրբ և անհապատարակից որի վերա, Սրբոս Սևանույս, սիրեցա մեզի սրբություն կենդանության պարգևեցես, սովաշորյա սերս հաստատություն և զրծալի, սավաղություն ամենայն աշխարհի, Սրբո եկեղեցվո և ամենայն ուղղափառ եպիսկոպոսած, եպիսկոպոսապետին մերո և պատվական հայր
Տիրապետին, ամենայն հայոց կյարն գարեկի սրբացնագույն կաթողիկոսին, Եվ մասյացով միշտեմից բարեխն ամար աշնորհքյարն Գևորգա սրբազա եպիսկոպոսին, Եվ Միքայել քահանայից, որս պատարագս մատուցան եմ, Եվ ասնզորության և աղթության թագավորած Քրիստոնեից և իշխանած սնբարե պաշտից աղաչեսու, Եվ խնդրեսու և ասնոքոց անգուցելոց, Եվ սարավել վասնագության ամոնապետացն մերոց, Եվ շինողած սրբո եկեղեցուց, Եվ որ կնթովանյակ սորին են հանգուցյան։ Ազատություն Եվ պայծ մերոց գերելոց, Եվ շնոր առաջին կաշողովըտյաց, հանգիստ հավատով և սրբությամբ իր Քրիստոս կատարելոց, Եվ իցի շատակի սուրբ պատարակ սաղաչել։ Եվ եղիցի ողորմություն, մեծից Աստուծո և Փրկիչ մերո Հիսուսի Քրիստոսի, ընձեզ ընդամենեսյան։ Ամենայն սրբան, զորս իշատագեցակ և ծառաբերապես, ըստեր աղաչեցակ։ Եվ աստվածագին անապատարակից, որի վերասրբոս սևանույց, øster աղաչեցու։
ամիսը թող ամեն։ Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վայ նրան, որի ձեռքով կգա։ Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանակար վեմ կախվեր և նա ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ։ Զգույշ եղեք ձեր անձերի համար։ Սիրելի հավատացյալներ, Ղուկասու ավետարանի 17-րդ գլխից է այսօրվա ավետարանական ընթերցումը, որը երբևէ ժամանակավրեպ չէ, որը մշտապես մեր երկրային կյանքի ընթացքին գործուն իրականություն է, տարբեր իրավիճակների և տարբեր մարդկանց կողմից։ Այսինքն մշտապես կան մարդիկ, ովքեր դառնում են պատճառ գայթակղության։ Գայթակղություն ասվածը միայն ֆիզիկական երևույթներին չպիտի վերագրենք, այլ հատկապես հոգևորին, որովհետև մեր Տերը հատկապես հավատքի մեջ գայթակղության մասին է խոսում և ասում, ավելի լավ կլիներ, որ երկանակար կախվեր նրա պարանոցից և ծովը գցվեր, քան այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ։ Շատ ենք խոսել փոքրիկ բառի մասին և գիտենք, որ փոքրիկը ոչ թե տարիքին է վերաբերում, այլ հավատքի մեջ նորադարձին։ Եվ նորադարձներ բոլոր ժամանակներում էլ կան և բազմաթիվ կան։ Եվ այդ նորադարձները, երբ որ տեսնում են, որ ում միջոցով որ դարձի են եկել դեպի Քրիստոս և նրանք դառնում են գայթակղություն հավատքի մեջ, այս տեսակների մասին է, որ ասում է, ավելի լավ կլիներ, որ երկանակար կախվեր նրա պարանոցից և ծովը գցվեր։ Այսօր էլ մեծ է գայթակղությունը հենց նորադարձների համար, փոքրիկների համար, ինչու չէ նաև տարիներ շարունակ հավատքի մեջ ամրացածների համար, բազմաթիվ գայթակղություններ կան։ Տերն ասում է, ում շատ տրվեց, նրանից շատ էլ պահանջվելու է։ Ամեն մեկն իր բնակավարի մեջ ինչքան որ ունի, դրանի համապատասխան պիտի պահանջվի իրենց։ Ես իբրև հոգևոր հովիվ պիտի տամ, մյուս իբրև հավատացյալ պիտի տամ, մյուս իբրև առաջնորդ պիտի տամ, և այսպես շարունակաբար ամեն մարդ իր տեղում, ինչքան որ տրվել է Աստծուց իրեն, նրան համապատասխան պիտի պահանջվի իրենց։ Շատ է տրվել, շատ է պահանջվում, քիչ է տրվել, քիչ է պահանջվում։ Բայց ամեն մեկս մեր ստացածի մեջ պիտի կարողանանք լինել այնպես, որ գայթակղություն չլինենք մյուսների համար։ Այլ Աստծո առաջ մաքուր ու ազնիվ լինել և մեր հոգևոր ընթացքը ինչով որ մարդուն բերել ենք դեպի մեզ, չդառնա գայթակղություն իրենց համար։ Կարևոր չէ միայն հոգևոր ասպարեզը, հոգևոր միջավայրը։ Բիզնեսի մեջ էլ կարող է նման իրավիճակ լինել։ Դպրոցում էլ կարող է նման իրավիճակ լինել։ Կարգ ու կանոն մշակենք, բերենք մարդուն սովորեցնենք և մենք ինքներս խախտենք դա, կդառնա գայթակղություն այդ մարդու համար։ Քարոզենք Աստծո խոսքը և ինքներս խախտենք այն, կդառնան գայթակղություն մարդու համար։ Ուրեմն ցանկացած իրավիճակի մեջ, ինչ որ սովորեցրեցինք և դրա հակառակը մենք անեցինք, դա գայթակղություն է մարդու համար, և այս տեսակի համար Տերն ասում է, ավելի լավ է, որ երկանակար կախվի նրա պարանոցից և ծովը գցվի։ Ուրեմն մենք, սիրելիներ, սկսած հագու կապից, խոսքից, գործերից, ընթացքից, ամեն ինչի մեջ ուշադիր պիտի լինենք մեր, ասում է, զգույշ եղեք ձեր անձերի համար, որովհետև մենք մեր անձերի համար պատասխան պիտի տանք, ինչպես Տերն է ասում, ձեր խոսքերով պիտի արդարանաք և պիտի դատապարտվեք։
Մի ուրիշ տեղ ասում է զգույշ եղեք, թե ինչ եք լսում եւ ինչպես եք լսում։ Որովհետեւ սա էլ գայթակղության առիթ ու պատճառ կարող է դառնալ։ Ապրել այս կյանքում իբրև ճշմարիտ քրիստոնյաներ հեշտ չէ, բայց անկարելի էլ չէ։ Մեղք չգործել գրեթե անհնար է, բայց այդ մեղքերից ազատվելը անհնար չէ։ Ուրեմն մենք պիտի իբրև քրիստոնյաներ գործ անող քրիստոնյայի։ Եվ գործը պիտի միայն ոչ թե վերաբերի եկեղեցի մտնելուց մոմ վառելուն կամ միայն հաղորդություն ստանալու, պատրաստ թե անպատրաստ դա էլ անձը ինքը կորոշի եւ Աստված գիտի։ Այլ պիտի մեր ընկալումներին համապատասխան ապրենք իբրև քրիստոնյա, մարդկանց նկատմամբ ցուցաբերելով եւ բարի կամեցողություն եւ ներողամտություն, ինչը որ այսօր ավետարանի մեջ նաեւ խոսվեց, երբ որ ասաց, եթե քո եղբայրը քո դեմ մեղք գործի եւ 7 անգամ մեղք գործի ու 7 անգամ դառնա ու ասի ներողություն, պիտի ներես։ Բայց մեկ ուրիշ տեղ էլ նաեւ ասում է Պետրոս առաքյալն է դիմում Քրիստոսին, մեր Տիրոջը եւ ասում 7 անգամ ներեմ, ասում է ոչ, 7 անգամ 70 պիտի ներես։ Այսինքն անսահմանափակ ներողամիտ պիտի լինենք մենք միմյանց նկատմամբ, ինչպես որ Աստված է մեր նկատմամբ ներողամիտ։ Մենք հազարավոր մեղքեր կարող ենք գործել եւ գործում ենք եւ հետո դառնում Տիրոջն ասում ներողություն եւ սպասում որ Տերը պիտի ների մեզ։ Վստահ ենք որ պիտի ների, որովհետեւ ասում ենք Աստված մարդասեր է, ողորմած է, բարի է։ Սխալվել եմ, ես մարդ եմ այս աշխարհի մեջ գայթակղություններով լեցուն ապրող մարդ եմ, բայց Աստված ողորմած է, պիտի ների, պիտի։ Ոչ թե ակնկալում ենք որ ների, այլ պիտի ների, պարտավոր է ներելու մեզ։ Բայց երբ որ մեր նմանը մեր դեմ մեղք է գործում, ես չպիտի ներեմ։ Ես պիտի վրեժխնդիր լինեմ նրանից։ Ինչու՞։ Չէ որ մենք Աստծո պատկեր ու նմանություն ունենք։ Չէ որ Աստծոց հրաման ունենք, պատվեր ունենք։ Ներես ընկերոջը, կներվես դու։ Չես ների, չես ներվի։ Ուրեմն երբ որ հայր մեր աղոթքը մենք ասում ենք, այդ հայր մեր աղոթքի մեղը, բուն հիմքը ներելուն է վերաբերում։ Ներիր մեր մեղքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր դեմ գործած մեղքերը։ Եվ այս հատվածով մենք եւ թողություն կարող ենք ստանալ, եւ դատապարտություն կարող ենք ստանալ։ Որովհետեւ եթե ներել եմ, կներվեմ, եթե չեմ ներել, չեմ ներվի։ Դատապարտվեմ։ Ուրեմն մենք սիրելիներ, պիտի նաեւ ներողամտության կամք, ոգի, պատրաստակամություն ունենանք մեր մեջ, որը հավատից պիտի բխի, որը պիտի Աստծո պատկերը ու նմանությունը ունենալու գիտակցումից բխի։ Եթե մեկս մյուսին չենք տեսնում Աստծո պատկեր ու նմանություն, կհայհոյենք, կչարախոսենք, կբամբասենք, կանիծենք, ինչ ասես կանենք իրար հանդեպ։ Բայց երբ որ գիտենք, որ Աստծո պատկերը ու նմանությունը ունի մարդը, գիտակցում ենք նաև, որ ամեն ասված խոսք դիմացինին նույնն է, ինչ որ Աստծուն է ասում, որովհետև նա Աստծո պատկեր ու նմանություն ունի։ Եթե ուզում ենք Աստծուց ողորմություն ստանալ, ապա ինչպես ենք մենք անիծում։ Ինչու մենք չենք անում նույն ողորմությունը իրար նկատմամբ։ Չէ որ Պողոս առաքյալն ասում է, ողորմությունը դատաստանի առաջ բարձրագլուխ պիտի պարծենա, ով ողորմած է եղել այստեղ, ողորմություն կգտնի երկնքում, ով ողորմություն չի արել այստեղ, ողորմած չի եղել, երկնքում էլ չի գտնել ողորմություն։ Բայց ինչից է գալիս մեր այս չարությունը, մեր անհավատությունը, մեր հոգևոր տկարությունը, նրանից, որ մեր կապը Աստծո հետ սահմանափակվում է միայն մոմ վառելով։ Չենք կարդում Սուրբ Գիրք, պատարագի չենք մասնակցում, եկեղեցու հայրերի ծանոթ չենք, նրանց ուսմունքին ծանոթ չենք, նրանց հոխանցած
իրենց կյանքի օրինակներին ծանոթ չենք, այսինքն հոգևոր տգիտության արդյունքն է մեր մեջ եղած չարության պատճառը։ Ուրեմն պիտի կարողանանք նախ գրագետ լինել, տեղեկացված լինել, որպեսզի հավատքն էլ բխի նաև այդտեղից։ Ճիշտ է, շատերը կան անտեղյալ, եկեղեցի չգնացող առհասարակ, բայց ապրում են բարոյական շատ արժեքներով։ Որևէ մեկի վատություն չեն անում, չարություն չեն անում, բարիք են գործում, ներում են, համերաշխ են, բայց կիսատ է դա, որովհետև մենք Աստծո հետ հաղորդակցության մեջ չենք, եթե պատարագին չենք դնում, Սուրբ հաղորդությունը չենք ստանում, որովհետև Սուրբ հաղորդության միջոցով է մեր Տերը մեզ թողություն շնորհում մեր մեղքերից։ Ինչպես որ ասում է, ով ուտի իմ մարմինը և ըմբի իմ արյունը, նա կյանք ունենա, ով չուտի և չըմբի, կյանք չի ունենա։ Ուրեմն այսօր, սիրելիներ, մենք շատ անգամ գայթակղություն ենք լինում ինքներս, շատ անգամ գայթակղվում ենք ուրիշներից, բայց երբևէ չենք անդրադառնում գրեթե երբևէ։ Այդ գայթակղությունը, որ եղավ, մենք դարձանք պատճառ կամ մեզ համար դարձանք պատճառ։ Ինչպես պիտի մաքրվենք դրանից, ինչպես պիտի ետ դառնանք և ամուր մնանք մեր հավատքի մեջ։ Առաքյալներն ասում են, ավելացնում են հավատքը, և Քրիստոս մեր Տերն ասում է, եթե այս մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք, լեռանն ասեք վեր կաց ծովը ընկիր, ենթարկվի ձեզ։ Բայց արդյոք մենք այդ հավատքը ունենք։ Էականը այդ իրական լեռը այստեղից այնտեղ տեղափոխելը չէ, այլ մեր լեռնացած սրտերի մեջ Աստծո խոսքը իրականություն դարձնելու, որովհետև քարեղեն լեռներ են դարձել մեր սրտերը և Աստված չի բնակվում այն, բնակվում է չակերտավոր։ Ամենքս ասում ենք, որ Աստված մեծ է, փառք Աստծո, շնորհակալ ենք Աստծուն ամեն ինչի համար և այլն։ Բայց հարկ եղած դեպքում են պատրաստ եք դառնալ և անիծել, նզով կարդալ, չարախոսել, հայհոյել, նման մարդը, երբ որ Աստծուն փառք է տալիս, ինչպես կարող է իր բերանից անեծք ու հայհոյություն դուրս բերել։ Պողոս առաքյալն է ասում, չի կարող նույն աղբյուրից երկու ջուր դուրս գալ, քաղցր և դառը։ Ինչպես մեր սրտից կամ բերանից կարող է նման բան լինել, հայհոյություն և աղոթք։ Անտարբերություն կա, շատ մեծ անտարբերություն կա։ Ամեն ինչի նկատմամբ, միայն հոգևորի չի։ Մեկը մյուսի, մարդը մարդու նկատմամբ անտարբերություն։ Պիտի կարողանանք այդ անտարբերությունը ցրել միմյանց նկատմամբ հոգատալությամբ, սիրով, հուրգուրանքով, մեկս մյուսին օգտակար լինելով։ Ուրեմն սիրելիներ, երբևէ մի արեք այնպիսի մի բան, որը կդառնա գայթակղություն դիմացինի համար, որովհետև ամեն մեկս մեր հերթին պատասխան պիտի տանք մեր արած քայլի, մեր խոսքի համար, մեր ապրած կյանքի համար, եւ արածի եւ չարածի, բայց հատկապես նաեւ չարածի համար պիտի պատասխան, որպես քրիստոնյա, որովհետև գիտենք ինչ պիտի անենք, բայց չենք անում։ Պողոս առաքյալն է ասում, իմանալ բարին եւ չգործել մեղք է։ Վստահաբար բոլորս էլ գիտենք մեր քայլերի մեջ բարին որն է։ Բայց շատ հաճախ չենք անում այդ բարին։ Հետաձգում ենք, վաղը կանենք, կամ իմ գործը չէ, մեկ ուրիշը թող անի։ Եթե մեզ է հանդիպել, որ պիտի անենք, ուրեմն Աստված ուղարկել է մեզ համար դա։ Մենք պիտի անենք։ Ուրեմն ամուր մնանք ի մեջ։ Եվ մեր գործերի մեջ էլ երբ որ կանենք ինչ-որ բաներ, Աստծուն պարտապան չդարձնենք մեզ։ Մենք սա ենք արել, Աստված պարտավոր է մեզ համար։ Ոչ։ Մենք նույնիսկ չենք կարող անել այն, ինչ-որ պարտավոր ենք անել։ Էլուր մնաց, որ մեր արածի համար Աստված պարտք մնա մեզ։ Աստված մեզ կյանք է շնորհել և հավիտենական կյանքի ժառանգության խոստումն է տվել։
Դրանից մեծ բան այս կյանքում չկա։ Աստված իր որդուն խաչն է հանել մեր փրկության համար։ Դրանից մեծ բան չկա։ Ուրեմն մենք ինչ էլ որ անենք, չենք կարող վերադարձնել այն, ինչ որ Տերը արել է մեզ։ Ինչպես որ ծնող զավակ հարաբերության մեջ լինում են հաճախ, չէ, որ որդին մորից նեղանում է եւ ինչ ես արել ինձ համար, օրինակ, շատ նման իրավիճակներ են։ Այն ինչ որ մայրն է անում իր որդու համար, որդին երբեք չի կարող փոխհատուցել դրա դիմաց։ Այդպես ինչպես որ Աստված մեզ համար է արել, մենք երբեք չենք կարող վերադարձնել, որովհետև ի վիճակի չենք։ Ուրեմն ապրենք իբրև ճշմարիտ քրիստոնյաներ, չգայթակղենք եւ չգայթակղվենք տարբեր իրավիճակների մեջ, չնայած որ լինելու է, անհնար է որ չլինի։ Հիմա էլ կա, երեք էլ կար, վաղն էլ կլինի, միշտ լինելու է։ Եվ հոգևոր, եւ աշխարհի տարբեր իրավիճակների մեջ։ Բայց մենք ամուր ու անսասանի ենք։ Ինչպես որ Տերն է ասում, այդ ամենի մեջ ձեր հոգիները թող չխռովվեն։ Ամուր մնանք, հաստատուն մնանք, գիտենք որն է փրկության ճանապարհը։ Այդ ճանապարհի վրա անշեղ եւ հաստատուն քայլենք։ Աստված թող օրհնի բոլորիս այժմ եւ միշտ եւ ավիտյանս հատկերից։ Ամեն։ Երկուքես համարձակած այն բարգարով բանալս վերանս մեր, արդալս կեզ երկնավորը թայն, երկել և ասել։
Դավիթյան Սավիտերի Ասացեք մեղա Աստուծո։ Աստված թողություն շնորհեց։ Մեղա ամենասուրբ երրորդության, հոր և ոչ և հորություն մեղության եմ Աստուծո, խոստովանի մարաչի Աստուծո և սրբով Աստվածածին և առաջի քո հայրսու, զամենայն մեղը զորգործյալ եմ, քանզի մեղախորհրդով, բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, մեղա Աստուծո։ Աստված թողություն շնորհեց։ Մեղա հոգվով ես և զորությամբ սորա, մոտոքս և շարժմամբ սորա, մաղնով ես և զգայությամբ սորա, մեղա զորությամբ հոգվույս, խորամանկությամբ, անզգամությամբ, անդգնությամբ և երկշոտությամբ, շռայլությամբ և շլատությամբ, ծեխությամբ և անիրավությամբ, չարահավանությամբ, կուսակությամբ և տրամտությամբ, մեղա Աստուծո։ Աստված թողություն շնորհեց։ Մեղա չար խորհրդով մտածես, նենգությամբ, ատելությամբ, խեթիվ, մախանով, հաշախանով, թուրությամբ, օրնկական խորհրդով, արբական, իգական, անասնական, գրաստական, գազանական, իգիշերի վիթվնջան, երազական գիտությամբ և աներճական գաշախտեղությամբ, մեղա Աստուծո։ Աստված թողություն շնորհեց։ Մեղա ցանկությամբ մարմնուց, հեշտությամբ, պղեկությամբ, հրանցման տենով, շահությամբ մարմնուց և դասրագործությամբ իպես տես աղտես հեշտալորությամբ լսելյացես, արագությամբ աչացես, ցանկությամբ սրտից, դիգությամբ ռնգացես, պակշոտությամբ երանույս, անշուշկայությամբ, շուայտությամբ և արպեցությամբ, մեղա Աստուծո։ Աստված թողություն շնորհեց։ Մեղա չարաբանությամբ լեզվից, ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակառակությամբ, վիճաբանությամբ, բանսարկությամբ, շողմոկությամբ, լսուկ, դատարկաբանությամբ և ծաղուկ, զրախոսությամբ, հերձախոսությամբ և անիծաբանությամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով, մեղա Աստուծո։
Աստված թողություն շնորհեցե։ Մեղա գողությամբ դրածես, ագահելով, զրկելով, հարկանելով, սպանանելով և ընքաշը ծածելով մեղա Աստուծով։ Աստված թողություն շնորհեցե։ Մեղա ամենայն հոդվածով շինված ույս և ամենայն անգամոք մարդուց։ Հնգյակ զգարարոքս և մեծերի շարքանքուց։ Վերամբարձ ոտնարությամբ և այլակաշնանքությամբ։ Հաչ և հայակ խոտորելով, զառաջնոցն մեղանչելով և վերջնոցն շարը շավակգոլով մեղա Աստուծով։ Աստված թողություն շնորհեցե։ Այ և մեղա յոտնիսս անցանող մահաս մեղով։ Հպարտությամբ, նախանձու, բարկությամբ, ծուրությամբ, ագահությամբ, որդրամոլությամբ, բղջախողությամբ և մասան բկնոցին մեղա Աստուծով։ Աստված թողություն շնորհեցե։ Այ և մեղա ամենայն պատվիրանացն Աստուծով հանձնարարյացն և հրաշարելյացն։ Զիվոչս հանձրարականսն կատարեցի և ոչ հրաշարելյացն հրացա։ Սորենը սարի և հորինացը ներկացա, իկարքս քրիստոնեության հրավիրեցա և գործովս անարժան գտա։ Գիտելովս չարն կամավ կորացա և իբարյաց գործոց ես ինձեն հեռացա։ Վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ։ Սորն ասեմ կամզոն խոստովանի, զյանքի վեր հանցանքին, անասելի եմ անունությունքին, աններելի եմ ցավքին և անբժշկելի եմ վերքին, մեղա Աստուծով։ Աստված թողություն շնորհեցե։ Այսուր սկեզունի միշնոր հաշտության և բարեխոս արմիածին որդին Աստուծով։ Իշխանությանս որ տվյալ է քեզ, արձակեցես մեզի կապանած մեղած մերոց, աղաչենք քեզ։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, ողորմեցի ձեզ մարդասերն Աստված և թողություն շնորհեցե ամենայն հանցանած ցերոց, ոստովանացելոցն և մոռացելոցն, և ես կարգավս քահանայական իշխանության և հրամանավն Աստվածային, թե զոր արձակիցեք երկրիեղիցի արձակյան երկինս, նովին բանին արձակեմս ձեզ ամենայն մասնատuten եմ եղած ցերոց, ի խորհրդոց, ի բանից և ի գործոց, հանուն հոր և որդքով և օգնի սրտով, և դարձյալ տամս ձեզ և խորհուրդը սուրբ եկեղեցվով, զի զոր ինչ գործից եք բարիս, եղիցի ձեզի բարեգործություն, և ի փառս հանդերձյալ կենացն, ամեն։ Իշեշի և մեզարաշան մահրային Աստուծով։ Իշիարիչի կարաչյան մարդ,